Այսօր հեռախոսազանգ է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև կապված տեղի ունեցածի հետ։ Դա ինչի մասին է վկայում։ Առանց բովանդակություն իմանալու կդժվարանամ ասել։ Դե բովանդակությունը ասեցի, դա հայ-ադրբեջանական համաձայնագրի կամ բովանդակության մասին է եղել, այդպիսի տեղեկություն է տարածել։ Դե ենթադրում եմ, որ ռուսական կողմը ուզում է հայկական կողմից ծանոթանալ լրացուցիչ մանրամասների կապակցությամբ։ Ընդհանրապես Ենթադրում եմ այո, որովհետև երևի թե նման զանգ եղել է նաև ադրբեջանական կողմին, որպեսզի հիմա ռուսական կողմը ոնց որ իմանա թե ուր հասավ բանակցությունը եւ ինչ ստատուս կոյ փոփոխություն է ակնկալվում, եթե այդ պայմանագիրը ստորագրվի եւ ինչ նաև կարեւոր է թե որտեղ է ստորագրվելու։ Ենթադրում եմ էլի ԱՄՆ-ում, որովհետև նախորդ բանակցությունը եղել է եւ ի դեպ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տապալվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ուրեմն նիստի ֆոնին, հա, 2024 թվականի սեպտեմբերին։ Բայց հիմա երևի թե որոշ առաջընթաց կա եւ հավանաբար ԱՄՆ-ն փորձելու է շարունակել պահել ոնց որ միջնորդական դեր։ Գիտե, Մոսկվա մեկնած ամերիկացի պաշտոնյան ռուս-ուկրաինական հարցով բանակցությունների վերադարձել է մեկնել է Բաքու։ Մի հետաքրքիր լուր է Ստիվեն Ուիտկոֆը, որը Թրամփի հատուկ այս ոնց որ դեսպան դարձավ նման հակամարտություններում, որ մասնակցել է նաև իսրայելական հակամարտության նախնական լուծման քննարկումների մեջ եւ Իսրայելում ստիպել է իսրայելական կողմին, որպեսզի համաձայնվեն, հետո բանակցեց նաև Մոսկվայի հետ, հիմա գնացել է Բաքու մեկնելը կապում եք Երևանի եւ Բաքվի հայտարարության հետ։ Հավանաբար այո, հավանաբար որոշակի դիվանագիտական գործընթաց կա, որը նաև չի երևում, բայց որտեղ ամերիկյան կողմը շատ ավելի շատ է ներգրաված եւ երևի թե գնացել է որպեսի արագացնի այդ գործընթացը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պարզ է, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել եւ Բաքուն ոնց որ որպեսի չհրաժարվի, երևի գնում է որպեսի Ես էլի եմ վերադառնում այդ հարցին։ Եթե չէր ուզում ստորագրել, ինչու էր ինքը նախաձեռնում այդպիսի հայտարարություն։ Այդ հաստատերերը կարող են տարբեր լինել։ Մի կողմից Բաքուն միշտ ուզում է ամենասկզբից ուզում է կառուցողական թվալ եւ միշտ ասում է դե մենք կողմ ենք եւ այլն, այ Երևանն է մեղավոր, բայց հիմա ասում է չենք ստորագրի։ Դե չեն ասում չենք ստորագրի։ Ասում են, որ Երևանին չենք վստահում, ասում են, որ ինչ որ նոր նախապայմաններ են սկսում առաջ դնել, օրինակ Հիկմետ Հաջիևը հայտարարել է մի քանի նոր նախապայման։ Նվազագույնը որոնք միջև ընթերցել է, որոնք չկան համաձայնագրում։ Չկան, բայց համաձայնագրում էլ լիքը բան չի եղել, հետո մցվել է, հետո դուրս է բերվել եւ այլն։ Օրինակ ամերիկյան կողմը մոտավորապես մի տարի առաջ ստիպեց Բաքվին, որ հանի համաձայնագրից տրանսպորտային հարցերը, որոնց վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման, հա։ Եվ դուրս են բերվել երկու կետ, որոնք վերաբերվում են դրան, բայց հիմա Բաքուն հայտարարում է, որ մեկը դա նախապայման է, այսինքն ոնց որ մի կողմից դա տեքստի մեջ չկա, բայց մյուս կողմից առանց դրա Բաքուն ասում է, որ չենք ստորագրելու, հա, օրինակ։ Մյուսը, ինչը ասում են, նաև Մինսկի խմբի չեղարկումը, պարզ է, որպեսզի ամբողջ բանակցային փաթեթ, որ այդտեղ կա, չեղարկվի։ Հայաստանի ապազինում է պարտադրում Ադրբեջանը եւ հիմա փորձում են նաև այն բոլոր համաձայնություններ, որ Հայաստանը կնքել է սպանապարազինությունների գնման, որպեսզի տեխնիկան չհասնի Հայաստան։ Բացի այդ, ուզում են դե նաև Հայաստանի բնակեցում ադրբեջանցիներով 350,000 մարդու մասն է խոսքը գնում։ Եվ այսպես շարունակ, այսինքն տարբեր պահանջները ադրբեջանական Դուք թվարկեցիք բաներ, որոնք չկան հայտարարված համաձայնագրի տեքստի մեջ չկան, համաձայնագրի մեջ չկան, բայց կան նաև այսպես ասած ադրբեջանական խոսույթի մեջ, որը փորձում են ամեն ձևով ոնց որ նոր ստեղծում են խնդիրներ, նոր խնդիրներ են ստեղծում, որպեսզի հետո լուծեն։ Խնդիրներ, որպեսզի այդ տեքստը չստորագրեն։ Նաև որ համաձայնեցված տեքստը չստորագրեն։ Տեքստից դուրս վեճ են ստեղծում, որ այդ համաձայնագիրը չստորագրեն։ Ես այդպես ձևակերպեմ։ Տեքստից դուրս վեճ են ստեղծում, որպեսզի նոր խաղակարգ ունենան։ Հիմա ինչի համար։ Դուք հայտարարում եք ավարտել ենք բանակցությունները։ Տեսեք, խնդիրը ինչու՞մ է։ Եթե մենք նախապես ասում ենք, որ մեր համար դա գերնպատակը դա այդ թուղթ ստորագրելն է, ապա այդ պարագայում նրանք մտածում են, լավ,
եթե այդ թուղթը ուզում են ստորագրել, էլ ինչ կարող ենք վաճառել այս թուղթը ստորագրման համար։ Եթե չստորագրենք, հա, որն է մեր այլընտրանքը եւ որն է հայկական կողմի այլընտրանքը։ Եթե հայկական կողմը արդեն հայտարարել է, որ դա գերնպատակ է, ապա ուրեմն հայկական կողմը մյուս զիջումներն էլ կգնա։ Փորձում են ավելի թանկով վաճառել այս տեքստը։ Խնդիրը սա է։ Եվ քանի դեռ ստացում է, փորձելու են, էլի լիքը պահանջներ ունեն, ամեն անգամ նոր ու նոր պահանջներ են ի հայտ գալիս։ Այդ դեպքում ավելորդ ոգևորություն է այս օրերին, թե առաջ խաղացում է գրանցվել հայ-ադրբեջանական։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթով ոգևորվել պետք չի, սա միակողմանի փաստաթուղթ է, որտեղ հայկական կողմի շահերը ընդհանրապես բացակայում են, որը հայկական շահերին հակասում է, եւ եթե մի փաստաթղթի վրա գրված է, որ Հայաստանը պետք է ամեն ինչը զիջի, բայց վրան գրվի խաղաղության պայմանագիր, դա դեռ խաղաղության պայմանագիր չի դառնում, նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է չպահել այդ պայմանավորվածությունները։ Կարող է չպահել։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ խախտել է պայմանավորվածությունները։ Այսպիսով զիջել որևէ առարկայական բան թղթի համար, որը Ադրբեջանը կարող է հետո մերժել, իմ կարծիքով ի սկզբանե սխալ է։ Այսպես մի ցայտուն օրինակ կա, շատ օրինակներ չնշենք։ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Հայաստանն ասում է, կստորագրենք, հետո Մինսկի խմբի գործունեության կարիք չի լինի։ Բաքուն արձագանքել է այդպիսի մոտեցման։ Բաքուն ասում է, սկզբից պետք է լուծարել։ Մինչև ստորագրել։ Այո։ Երևանը փորձում է այս Մինսկի խմբի լուծարումը, այսպես ասած, որպես լրացուցիչ լծակ օգտագործել, Բաքուն էլ է փորձում որպես լրացուցիչ լծակ օգտագործել։ Բայց իմ կարծիքով ընդունելի է զորական տարբերակ, որտեղ Մինսկի խմբի մասին խոսակցությունը ընդհանրապես այս փաստաթղթի մասին չէ։ Այսինքն, այսպես ասենք, հա, եթե Մինսկի խմբի Ինչպես այդ փաստաթղթի մասին չէ սահմանադրությունը, այդ փաստաթղթի մասին չէ միջազգային հայցերից հրաժարվելը, իսկ այդ հայցերի մեջ մտնում է Բաքվի դատավարությունը։ Մի հարց էլ դա չի մտնում, բայց այս թեման հայկական կողմը սկսեց բարձրացնել, բայց ոչ պարտադրողական տեսքով, հա, որովհետև իրականում հայկական կողմը հիմա ոնց որ մի քանի անգամ դատապարտել է այս դատավարությունը, բայց մյուս կողմից իրավական գործընթացը չի սկսել դրա հետ կապված։ Ադրբեջանը ուզում է, այսպես ասեմ, հա, Ադրբեջանը ուզում է փակել Արցախյան հարցը ամբողջությամբ վերացնելով Արցախը, հիմա ֆիզիկապես ոչնչացվել է Արցախի կառավարության շենքը 2 օր առաջ, հա։ Ոչնչացնել նաև ղեկավարներին, իդեպ հիմա փորձում են նաև Հայաստանից բերել մարդկանց, որպեսզի այդտեղ դատեն։ Եվ ես ցավոք սրտի այն քարոզչությունը, որը տեսնում եմ իշխանական լրատվամիջոցներից եւ իշխանամետ տարբեր բլոգերներից, ինձ չի տալիս վստահություն, որ նման քայլի չի գնա Երևանը, հա։ Այսինքն, օրինակ, այն մարդիկ, ովքեր դատվում են Բաքվում, դատապարտվում են հայկական լրատվամիջոցներում որոշ դեպքերում, հա, որը իհարկե անընդունելի է։ Այսինքն, մենք ստեղ գործ ունենք շատ թյուր հասկացության հետ այս խաղաղ գործընթացի, որտեղ հայկական կողմը ոնց որ միակողմանի զիջում է ամեն ինչը, եւ այսինքն պատրաստվում է նոր կապիտուլյացիա ստորագրելու։ Շատ եթե իրադարձությունները իրենց անունով կոչենք։ Եվ վերջինը։ Լավ, եթե խոսում են երկու քաղաքներն էլ, կենտրոններն էլ, որ համաձայնեցված է ավարտվել է բանակցությունները, հաջորդ քայլը չէր լինելու հրապարակել այն տեքստը, որը համաձայնեցված է եւ փոփոխության ենթակա չի այլևս։ Ինչու չի արվում դա։ Դե որպես կանոն ընդհանրապես դա չի արվում, որպեսզի չխոչընդոտի բանակցություններին, բայց այստեղ մենք բարձ պատճառ ունենք, որովհետև Երևանում կա մտավախություն, որ սա հասարակությունը չի ընդունի։ Այսինքն, որ երբ որ մարդիկ ծանոթանան այդ դրույթներին, որի տակ ստորագրել է Փաշինյանը, որ դա շատ լուրջ դժգոհության ալիք է բարձրացնելու, որը գուցե Փաշինյանը կկարողանա Վաղ թե ուշ, եթե այդպես է, պիտի բարձրանա այդ ալիքը։ Եթե անգամ Բաքուն համաձայնի ստորագրելուց հետո դա գաղտնի չի մնալու, չէ՞, այդ փաստաթղթը։ Տեսեք, շատ լուրջ տարբերություն կա, երբ որ ժողովրդին թվում է, որ սա հնարավոր է կանխել, եւ շատ ուրիշ բան է, երբ որ դա արդեն ոնց որ ի պատասխան
բողոքի ալիքը, հա։ Այսինքն, եթե դա բողոքի ալիքը ոնց որ որը վերաբերում է արդեն ստորագրված փաստաթղթին, դա մի բան է, երբ որ պետք է, ասենք, մի ամսից ստորագրվի եւ այստեղ նախապատրաստական ոնց որ ժամանակատրվում, սա ուրիշ բան է։ Մի բան էլ ձեր կարծիքը անպայման ուզում եմ լսել։ Երևանը ուրիշ տարբերակ ուներ, ուրիշ թղթի ակնկալիք ուներ փաստաթղթի։ Դե Կամ կարող էր ունենալ ուրիշ ակնկալիք, հա։ դե եթե Չմոռանանք ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, ուրեմն սկսենք նրանից, որ Փաշինյանը անընդհատ իր թեզեր է բերել, հա, դեռ մինչև պատերազմը հայտարարել է, որ Մյունխենյան թեզեր ունի։ Հետո, երբ որ Ադրբեջանը 5 սկզբունք առաջադրեց 2021 թվականի հակամարտության լուծման, ապա Երևանը իր մի քանի սկզբունք ի պատասխան հնչեցրեց, որոնք ուրիշ տրամաբանություն են ենթադրում։ Հետո Բաքուն սկսեց ճնշել, Երևանը չարձագանքեց պատշաճ եւ հետեւաբար Երևանը հետագայում Բաքվի սկզբունքները ընդունեց, իսկ սեփական սկզբունքներից հրաժարվեց։ Հիմա տեսեք, ընդհանրապես թե պատերազմական Ինչը սովորաբար տեղի ունենում պարտվող կողմերի հետ։ Այո, բայց պարտվող կողմը չի նշանակում, որ պետք է միանգամից սենց փաթեթով դաստայով ամեն ինչը ընդունի։ Այսինքն հիմա սա նշանակում է բանակցությունից հրաժարվելը։ Այսինքն բանակցությունը, որտեղ մի կողմը ուղղակի ընդունող դերում է, մյուս կողմը պարտադրող դերում է, սա բանակցություն չի։ Հա, սա բանակցություն չի, սա ուղղակի պատերազմի ուրիշ տեսքն է, կամ գուցե նույն, որովհետև անցած տարի Փաշինյանը ուղիղ մի տարի առաջ ասել է, որ եթե մինչև այս շաբաթվա վերջ մենք չհամաձայնվենք, ապա պատերազմ է լինելու։ Այսինքն, եթե մենք տարածքներն ենք զիջելու, Կիրանցի մասն է խոսքը գնում։ Մինչև շաբաթվա վերջ պատերազմը լինելու նման բառացիորեն մեջբերում եմ։ Այսինքն, եթե քեզ անընդհատ պարտադրում են մի բան, որ եւ այլ պարագայում պատերազմը լինելու, սա պետք չի խաղաղության բանակցություն կոչել, սա արդեն կապիտուլյացիոն գործընթաց է, որը շարունակաբար է, եւ եթե դու հակափաստարկ չունես եւ քո խնդիրը միայն սեփական ժողովրդին պարտադրելը, որպեսզի սա ընդունեն, սա, այսպես ասած, ցույց է տալիս հայկական դիվանագիտության տոտալ սնանկությունը, անկարողությունը զսպել սա, իսկ սրա զսպումը բազմաչափ երևույթ է, մի կողմից ենթադրում է, որ բանակը պետք է ուժեղացվի, որը ի հակառակ պաշտոնական քարոզչության տեղի չի ունեցել, հակառակ շատ էականորեն թույլատրված է հայկական բանակը, նույնիսկ 20 թվականի վերջի դրությամբ, եթե համեմատենք, երկրորդը մյուս պետությունների հետ հարաբերությունները, ինչքան էլ շատերին դուր չգա Ռուսաստանը, ապա Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները ակնհայտորեն հայկական կողմի դիրքերը թույլատրում են։ Երրորդը, եթե որպես գերնպատակ սահմանվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալը, ապա պարզ է, որ այստեղ զուտ սկզբունքային մակարդակում արդեն մենք սխալվում ենք, որովհետեւ չենք կարողանում, արդեն խոսալու տեղ կորցնում ենք, այսինքն բանակցային տեսության մեջ այդպիսի եզրույթ կա, BATNA, Best Alternative to Negotiated Agreement, այսինքն լավագույն այլընտրանք բանակցային փաթեթին, հա։ Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար լավագույն այլընտրանքը պատերազմն է, այսինքն ինքը միշտ կարող է դիմել պատերազմին, եթե չհամաձայնվենք։ Մեր այլընտրանքը ո՞րն է։ Եթե կարող ենք ասել, որ չունենք, դե եկեք այդ դեպքում ամբողջությամբ հանձնվենք, ինչ է որ տեղի ունենում, բայց այս այլընտրանքը պետք է ստեղծվի, այսինքն եթե պետությունը չի կարողանում անել կամ իշխանությունը չի կարողանում անել, ապա ինքը պետք է դա հայտարարի կամ պետք է հրաժարվի։ Իրականում ճիշտ է դա, պետք է չվարեն այդպիսի բանակցությունը, որ իրանք ունակ չեն վարել։ Այսպեսով գործ ունենք մի նոր process-ի մեկնարկի հետ, որը վաղեմության ժամկետ չունի, դեռ երկար տևելու է։ Անշուշտ, որովհետև մենք տեսնում ենք, որ խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, նույնիսկ եթե ստորագրվի, դրանով ոչ մի բան չի ավարտում, Բաքվից նոր պահանջները գալիս են ու գալիս են, եւ երբ որ Հիկմետ Հաջիևը, հա, Ադրբեջանի նախագահի խորհրդական ասում է, որ Հայաստանը եթե սահմանադրությունը չփոխի, ապա մենք դա չենք ստորագրելու, սա ինչի մասն է։ Իրանք քո գիտեն, որ նոր սահմանադրությունը Հայաստանում այս հանրային կարծիքի հարցումների չի անցնի։ Այսինքն հանրակրվեով անցկացնել նոր սահմանադրությունը հնարավոր չի։ Չնայած որ Հայաստանում 3 սահմանադրական հանրակրվեն ա եղել, 3-ն էլ 95 թվականի, 2005 թվականի, 2015 թվականին տոտալ կեղծվել են։ Բայց այստեղ այս աստիճանի տոտալ կեղծիքները, որոնք առաջ են եղել, մոտավորապես որոնք 20% են ավելացրել արդյունքի, չեն բավականացնի, հասկանում եք, ըստ հարցումների մի 40-50% պետք է ավելացնի։ Երկրորդ հարցն էլ երբ կարող է դա տեղի ունենալ։ Ամեն դեպքում դա մի տարվա կտրվածքով
գործընթացի մասն է Ես դա խոսքը։ ես նկատի ունեմ։ Այո, եւ այստեղ Ադրբեջանը փորձում է նոր խաղակարգ ստեղծել, որպեսզի տապալի բանակցային գործընթացը, բայց Երևանից հետևություն չկա, որ խաղաղություն չի լինելու Ադրբեջանի հետ։ Ես չեմ ուզում վատ բան ասեմ, բայց իրականությունը սա է։ Միակ բան, որ մենք պետք է հասկանանք դերքի ու ըստի տապալված բանակցություններից, որ այս խաղաղությունը չի լինելու։ Ինչպես ապրենք այս իրողության հետ։ Ավելի ճիշտ է իրականությունը հասկանանք, քան թե մոլուցքներով ապրենք։